Կան նկարներ, որ շատ խիստ տարբերվում են մնացածներից։ Այդ օրը այդ տրամադրություններ, այդ գույների կարիքներ կամ ցանկությունը, ընդհանրապես ես որ որոշում եմ ինչ նկարիմ, այդ օրը ինչ տրամադրություն ունեմ, այդ տրամադրությունը վել տրամադրվում եմ այդ նկարին ու գույներն էլ եմ ընտրում, տենց։ Պարոն Թավադյան, հիմնականում ակրիլով արված աշխատանքներ են աբստրակտ ոճում, այն նյութի ընտրությունը, ոճի ընտրությունը, ինչով է պայմանավորված։ Գիտեք ոնց է, առաջինը ակրիլը շատ լավ կրասկա է, ինքը լավ գույներ ունի բան, երկրորդը հեշտ է օգտագործման համար, աբստրակտ ոճը, այդ ձևի եմ ես կարողանում իմ տրամադրությունը փոխանցել։ Հետո գիտեք ոնց է, աբստրակտ ոճը իմ համար ընդհանրապես ինքը շատ հետաքրքիր է միշտ եղել այդ ոճը ու իմն էր։ Ես մինչև սկսել նկարելներ ավելի մեծ հետաքրքրություն էր իմ համար ներկայացում աբստրակտ ոճը, քան մնացած ոճ։ Չնայած լավ նկարները սիրում եմ, բայց ավելի սիրահար եմ աբստրակտ ոճի։ Արմեն Թավադյանը սկսել է ստեղծագործել այս նկարները ծնունդն են ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, երբ որ փաստորեն յուրաքանչյուրը փորձում էր որևէ լուծում, իր պատկերացրած լուծումը գտնել, պատկերել, որևէ կերպ փորձել հասկանալ, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ ընտրություններից հետո, պատերազմից հետո փաստորեն, երբ որ այդ ճգնաժամը, քաղաքական ըստեյության ճգնաժամը երկրում չլուծվեց, Արմեն Թավադյանը իր մտորումները, իր մտքերը գտավ նկարների մեջ եւ փորձեց նկարների միջոցով արտացոլել, արտապատկերել այն բոլոր անհանգստությունները, որը ունի մեզանից յուրաքանչյուրը։ Հիմա պարոն Թավադյանի դեպքում շատ հրաշալի, ֆանտաստիկ ստացվել է այդ ամենը արտապատկերել, պատկերել եւ իսկապես դա մեծ բացահայտում էր։ Դուք նկատեցիք, որ գունային վառ գամմա կան նկարների մեջ, դրանք գուցե են հակասական զգացողություններն են, որ յուրաքանչյուրիս մոտ կան, հատկապես պատերազմից հետո, այն անկումային տրամադրությունները, որ մենք ունենում ենք օրվա ընթացքում կամ չգիտեմ, օրերի ընթացքում եւ այն գուցե երբեմն այն իրավիճակը, երբ որ մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ստեղծված իրավիճակից, այդ ամենը արտացոլված է այս ստեղծագործությունների մեջ։ Առաջին անգամ իր գործերից մեկին ըստ էության ծանոթացել եմ, երբ ծննդյանս օրը նվեր ստացա նրա հեղինակած նկարներից մեկը, էլի գունային վառ գամաների մեջ արտապատկերված եւ կարծում եմ, որ այսինքն մենք երբեմն ընկերական շրջանակներում կատակում ենք, որ այս ամենը ուներ մի դրական կողմ, լուսավոր կողմ եւ դա Արմեն Թավադյանի տաղանդի բացահայտումն էր ըստ էության։
այսօրվա ցուցահանդեսը բացահայտում էր, թե ինչպիսին է մեր ընկերը այլ միջավայրում, այլ ոլորտում եւ շատ ուրախալի է եւ շատ գեղեցիկ գործեր ենք տեսնում։ Պարոն Վանեցյան, պատերազմից հետո է սկսել, սպասում եք։ Գիտեք, պատերազմից հետո, այն աղետից հետո ինչ եղավ մեր երկրում, շատ մարդկանց մոտ շատ բան կարող էր փոխվել։ Լավ է, որ պարոն Թավադյանի մոտ փոխվել է դեպի արվեստ եւ մենք ունենք այսօր արդեն ցուցահանդես նկարիչ Արմեն Թավադյանի։ Նկարների ոճը ենթադրում է հենց այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ ինքն է տեսնում նկարի բովանդակությունը, ինքն է պատկերացնում եւ ինքն է ենթադրում։ Ընդ որում գիտեմ, որ պարոն Թավադյանը անվանակոչել նկարները չի սիրում եւ համարում է, որ յուրաքանչյուր մարդ ինքը պիտի հասկանա, թե ինչ է տեսնում նկարում։ Իրապես հետաքրքիր, իրապես շատ յուրահատուկ ոճ ունի պարոն Թավադյանը։ Միակ բանը, որ ես կարող եմ մաղթել, դա մեր երկիրը լինի այնպիսի վիճակում, այնպիսի կարգավիճակում, այնպիսի խաղաղության եւ անդորի մեջ, որպեսզի պարոն Թավադյանը եւ այլ մարդիկ, որոնք ստեղծագործելու ձիրք ունեն, ժամանակ ունենան դրանով զբաղվելու։ Առաջի հերթին ինձ շատ հաճելի էր նման անակնկալը Արմեն Թավադյանի, որ ինքն էլ համեստորեն ասեց, որ իր համար էր անակնկալ, որ ինքը ունի իր մեջ sense արվեստ, որովհետև ընդհանրապես այս արվեստը նույն մշակույթի մի փոքրիկ բաղադրիչ մասն է, որը եւ կարևոր է յուրաքանչյուր մարդու մոտ։ Երբ որ տեսնում ես այդ արվեստ կա մարդու մեջ, արվեստը մոտեցնում է մշակույթը, մոտեցնում է մարդուն Աստծուն։ Եվ մենք դրանով ենք մեր էությունը, մեր մարդկային էությունը ունենում։ Իսկ ինչ վերաբերում է նկարներին, հետաքրքիր էր թե ռոմանտիզմը նկարների մեջ, թե տիեզերքը նկարների մեջ, ինքը շատ հետաքրքիր բնական բան կար։ Դե դուք տեսել եք կոնգլոմերատներ կան տենց քարերի, ինքը շատ հետաքրքիր sense ռոմանտիզմ կա այս ամենի մեջ, գույն կա, այսօր որը պակասում է մեր առօրյայի մեջ, մեր քաղաքական իրականության մեջ, մեր երկրի պետականության մեջ այդ գույները պակասում են եւ դու տեսնում ես այդ լույսը, այդ հույսը, որ կա ու հետաքրքիր էր այս աշխատանքները եւ տպավորվեց իմ մեջ մարդու ներաշխարհով։ Արմեն Թավադյանի ներաշխարհը հետաքրքիր էր նրանով, որտեղ կա հույս, կա լույս, կա երազանք, կա ցանկություն եւ դա շատ կարեւոր է։ Եվ ես ողջունում ու շնորհավորում եմ մեր ընկերոջը Արմեն Թավադյանին այս հրաշալի նախաձեռնություն։